Հայ երգի գիտակ ազգային երաժշտ արվեստի մեծ վարպետ ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի հոբելյանական 120-ամյակին նվիրված ևս մեկ տոն համախմբել է արվեստի և երաժշտական դպրոցների սաներին, ուսուցիչներին, որակյալ երաժշտություն սիրող և սպառող հանդիսականին, այս անգամ Գյումրու կամերային երաժշտության դահլիճում։ Ընդհանրապես մենք փորձում ենք արձագանքել բոլոր այն կարևոր և հիշարժան տարեթվերին, որոնք ունենք տվյալ տարվա մեջ, և բնականաբար Հայրիկ Մուրադյանի 120-ամյակից ևս անմասն մնալ չէինք կարող։ Ուրախ եմ, որ ստացվեց համագործակցել Երևանի պետական կամերային երգչախմբի հետ և Գյումրիում ի արձագանք այդ կարևոր հոբելյանին ունենալ այս երաժշտական երեկոն։ Աշնան գիշեր այս խորագիժն է կրում Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը Գյումրու կամերայինում։ Երևանի կամերայինի հետ սա առաջին լուրջ համագործակցությունն է, ասում է Թովմասյանը։ Ամեն բանի պատասխանը դասականի մեջ է և դասական երաժշտության հետ առնչակցությունը թիրախային լսարանի պարագայում առավելապես մեծ է, որովհետև ունկնդիրը որպես կանոն արվեստի և երաժշտական դպրոցների սաներն են, մեծամասամբ այդ դպրոցների ուսուցիչները լավ երաժշտություն սպառող և տարածող մարդիկ և յուրաքանչյուր նման հարաբերություն, յուրաքանչյուր նման կապ որպես կանոն նոր բան է ստեղծելու և առնվազն կիրթ հանդիսականի և լավ երաժշտությանը սովոր ականջ ունեցող հանդիսականի պակաս պիտի մտածենք, որ գնալով քիչ ենք ունենալու։ Ես չունեմ արունակցական կապեր Գյումրու հետ, բայց ես շատ եմ սիրում Գյումրին ու միշտ մեծ հաճույքով եմ գալիս ու ամեն անգամ գալուց առաջ այդ ամեն ինչը կա, չգիտեմ, ինչ-որ կան չկա հոգուս մեջ, բայց թե դա որտեղից է չեմ կարող ասել։ Առաջիկայում Ավետիք Իսահակյանի 150, իսկ հաջորդ տարի Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակն է, այնպես որ համագործակցային միջոցառումների պակաս չի լինի, վստահեցնում է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետը։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։